Արագածն է, իսկ Արագածի փեշին գյուղերը, հայոց, սուրբ գյուղերը, սուրբ ընտանիքներն ու օջախները։ Ես մեծ հույսեր ունեմ, համբերություն մեր աղբերներին, Արջից գյուղի բնակիչներ, հարգանքներս ձեզ, մենք առաջին անգամ ենք գալիս ձեր գյուղ եւ գալիս ենք մեծ սիրով։ Այսօր ես սաղ արել եմ, ճաշը եփել եմ, տները մաքրել եմ, սաղ արել թողել եմ, մի օր կմնաք չէ առանց ինձ։ Ինչ գլխիս վրա խփեցի բասեյնի հատակին ու ողջ եմ հիմա։ Ասա ամենալավը։ Գլուխս կերավ։ Գլուխդ կերար։ Ես շնորհավոր խանդում ես, հա։ Ճիշտ է, հա ոչ չէ։ Ասում են գնացեք մենք ամուսներ ուզում ենք մնանք մենակ։ Չեք սիրում ասել ես ռադար ինչ է սաղորը սրան նայում։ Քեզ դրուկ։ Ապերում եկա բերենգերում։ Գնացքով կհանես դուրս, որովհետև դելի անակին զարշա։ Եվ այդ լույսերը բերել է ձեր կյանքի կեսը, նա ձեզ շատ է սիրում։ Այսի ներքնա։ Սապերը։ Ոյ մոր, ոյ սիշ լավ ящик ախպեր։ Օդա։ Որը սում ящикն է։ Որը բրաբուս ախպեր։ Բարեկամներ, Երևան սպիտակ ճանապարհն է կադրերում եւ մենք հիմա ուղևորվում ենք դեպի Ալավերդի քաղաքի կողմ, իսկ ավելի կոնկրետ Արջիս գյուղ, որտեղ Սիլվաս տատիկի ծննդյան օր է եւ նրա թորնիկով գտնվում է Ռուսաստանում, որոշել է անակնկալ անի տատիկին ուրախացնի։ Մենք էլ գնում ենք ու ասեմ ձեզ հետեւյալն է խնդիրը, մենք մտածում ենք, որ կհասնենք տեղ ժամը 9-ին, բայց հասնելու ենք 10-ից 10:30 հատվածում, նախորդ զանգեցինք, ասեցինք, որ հնարավոր է տենց լինի, ու մեր մեծ աղբերը ասաց, խնդիր չունենք, այդ ժամին եկեք, բայց եկեք անպայման, ուզում եմ, որ դուք շնորհավորեք իմ տատիկին, անուն բան չեմ ճշտել, բայց ընթացքում անպայման կճշտենք, իսկ հիմա մեզանից կախված է համբերատար անցնել այս նեղլիկ ճանապարհը, որտեղ միշտ նեղության պատճառով խցանումները անպակաս են, երթևեկության արագությունը կտրուկ պակասում է, անգամ որտեղ թույլատրված է 90 արագություն, դու չես կարող 90 քշել, որովհետև նմանատիպ իրավիճակ է, մի 3-4 ֆուռ ու արդեն խցանումը, դանդաղեցումը պատրաստ է։ Մենք էլ համբերատար կգնանք, կհասնենք մեր ուզած տեղը, մեր շատ սիրելի մեքենայով, ասեմ ձեզ, որ միացրեցինք լիցքավորման 10 րոպեում մի 200 կիլոմետրի հոսանք վերցրեցինք ու շարունակում ենք ճանապարհը 2000 դրամով, 200 կիլոմետր պլյուս, եթե հաշվենք այն հանգամանքը, որ արագ եմ վարելու, հաստատ այդ 200-ը դառնում է պրակտիկայի մեջ արդեն 120 կիլոմետր ամենաշատը, բայց 2000 դրամով 120 կիլոմետր, եթե շտապ ես, շատ լավ է։ Պլյուս մեքենան ոչ մի խնդիր չի ունենում, երբ ինչ պետք է անում ես, անում է, հիմա էլ ինքնավարում ինքնավար իրավիճակ է սրա մոտ, ես հանգստանում եմ, էլի, բայց այս մեքենան շատ խելացի է, այս դաչիկը, այս ցուցիչը չի թողում, որ դու աչքերդ փակես կամ ասենք ուրիշ բանով զբաղվես, ռուլն էլ ղեկը անընդհատ տեսեք, հիմա ձեռ չեմ տալիս, ինքը 15 վայրկյանում եք, ասում է ձեռը դիրը ռուլին, այսինքն ինքը շատ հագեցած իրավիճակի մեջ է, ինքը վստահ է, որ կգնա, բայց ամեն դեպքում ինքը անընդհատ ասում է ձեռը դիր ղեկին։ Հիմա դանդաղենք դրա համար չի ասում, հենց մի քիչ, տեսեք, այս ասում է cap and straining vehicle, մի խոսքով չգիտեմ անգլերեն, դրեցի, որ ինքը շարունակի իր երթևեկություն, շատ խելացի շուստերի մեքենա է, բայց դանդաղ 20 մինչև 30 կիլոմետր ինքը էդ էլ չի ասում։ Հիմա տեսեք, դիմացից մեքենա է գնում, ինքը հասկանալու է, որ դիմացը մեքենա կա ու կանգնի, տեսեք։ Всё, ինքը կանգնում է, հեռավորություն է պահում ու ամեն ինչ անում ես, որ դու քեզ լավ զգաս։ Ինքը ամեն ինչը սկանանում էլ կողքերը ես, այստեղ լավ երևում։ Շատ հետաքրքիր մեքենա է Xpeng-ը, եթե իմ ընկերների, իմ բաժանորդների, բարեկամների մեջ կան մարդիկ, որ որոնում են էլեկտրոմոբիլ լավ որ գնեն, ես արդեն 5 օր այս մեքենայի տերն եմ, ասեմ ձեզ, որ շատ գոհ եմ, իր ամեն ինչից, իր ֆունկցիոնալը շատ ուժեղ է ու այդից դուր է գալիս։ Այս մեքենայով երկար ճանապարհ կարաս գնաս, շատ արագ լիցքավորվում է։ Էլ ինչ ասեմ առավելություններից, ինքն իրան քշում է այսենց, եթե ուզում ես պարկինգ ան, ինքը պարկինգ է անում, ամեն ինչ ունի, էլ ինչա պետք։ Ու իր տեխնիկական տվյալներն էլ են, որ մոտեցված է ամենալավերին աշխարհի մասշտաբով գոյություն ունեցող էլեկտրոմոբիլների մեջ, ինքը ամենալավերից մեկն է։ Ու գինն էլ հարմար է, էլի, ինձ շատ թանկ է։ Անես որ եթե կուզենաք գնեք անպայման ինձ ասեք, ես մեծ սիրով ձեր հարցերին կպատասխանեմ, կուղղորդեմ որտեղից գնեք,
որովհետև տարբեր տեղեր կան, տարբեր մարդիկ են առաջարկում, ես ամենալավ մարդկանց հետ ձեզ կծանոթացնեմ, որ ամենահարմար գնով են բերում, ամենալավ ձևով են սպասարկում, այնպես որ գնացինք առաջ։ Առաջին անգամ է, որ այս ժամերին գնում ենք այս գեղեցիկ ճանապարհով եւ մայրամուտը ընդգծել է Արագածի Քարագագատ ուրվագիծը, որը շատ գեղեցիկ է, հմայիչ եւ ապրեսնող։ Մենք նայում ենք, հիանում ենք ու շարունակում ենք մեր ճանապարհը։ Ու ինչն է հետաքրքիր, որ այս ճանապարհի ամեն կիլոմետրից Արագածը երևում է, շատ գեղեցիկ եւ պատմական ձևով է երևում, շատ սիրուն Այլենդ է։ Բայց մի օր ես այդպես մտադրություն ունեմ, որ պետքա բարձրանանք Արագածի լանջերին։ Ուղղակի տենանք այդ մի օրը երբ ենք կազմակերպում։ Գնանք, սիրուն, վայելենք մեր օրերը։ Ժամերը այստեղ։ Դենս մինչև վերջ բարձրանալու ձև կա, ով է տեղյակ իմ ընկերներից մարդ կա, որ բարձրացել է։ Ամենաբարձր գագաթի վրա բարձրանալու ձև կա ու ցուրտ ռանդ է, գիտես չէ։ Եթե իմացողներ կան, թող գրեն մեկնաբանություններում, մեծ սիրով կկարդանք, կտեղեկանանք, օր 220 դրամ է դա բանը, ԼՊԳ-ն, Պռոպանը, ստեղ։ Նաև ասեմ ձեզ, ով տեղյակ չի, իմացեք, եթե էլեկտրոմեքենաների կամ առհասարակ ցանկացած մեքենայի վրա այս գույնի լույս եք տենում վառված, իմացեք, որ միացրած է ավտոպիլոտը, որը որ իր հերթին համ լավ է, համ վատ է, եթե տես լույսով մեքենա եք տեսնում ձեր դիմացից գնացող, ամեն դեպքում հեռավորություն շատ պահեք, որովհետև ամեն պահի կարող մեքենան ինչ-որ խոչընդոտ տենա ու շատ ուժեղ արգելակի ու այդ դեպքում դուք գնալու եք ու հարվածեք նրա հետևի բամպերին։ Դրա համար նման թեմաներից խուսափելու համար հենց այս լույսը նկատում եք, արդեն դիստանցիան սովորականից շատ պահեք, որ խնդրի չբախվեք։ Նես որ էդի պետք էր ասել, որ իմանայիք էլի։ Արագածն է, իսկ Արագածի փեշին գյուղերը, հայոց, սուրբ գյուղերը, սուրբ ընտանիքներն ու օջախները պատկերացնում ես ստեղծանվես մեծանաս այս տեսարանով։ Ու ես մտածում եմ, որ պետքա շատ շուտով ստեղ լիքը այգիներ, երևի հարմար չէ, այգիների համար ստեղ բան է, ձմեռ ուշ է հետեթում նահանջում, դրա համար այգիների պահը սենց որ անհավանական է մի քիչ, հա։ Դաշտերը խնամված են ամեն դեպքում, երևում է, բայց հիմա լավ։ Ոսկի չէ երևում, որ մութ է աղբեր կադրով։ Շատ լավ է, բան նկարելով էթանք։ Հիմա ասում ենք մենք Շենավան ընկերներ, Շենավանի բարեկամներին հարգանքներս, ես շատ եմ եկել Շենավանից է շատ ծանոթներ ունենք, բոլորին բարևներ։ Մենք հիմա ձեր գյուղով անցնում ենք, գնանք հասնենք Արջիս գյուղ, Այո, Արջիս գյուղի անունը պետք է ճշտենք, ինչ է Արջիս։ Ամեն դեպքում երեկոյան գեղեցիկ զբոսանք ենք վերցրել Հայաստանի Հանրապետությունով, տեսի սիրուն եռանջին Դոմիկեն դե Սարգե ապրի Սարգողը, ով հանգստյան օթյակ է որ ունում, եկեք այստեղ տեսեք ինչ սիրուն է, համ մոտիկա Երևանին, համ էլ սիրուն տեղա լճի ափին, հաստատ մի հատ լոդկա կլի ռոմանտիկ բաներ կանեք էլ։ Օրա, ավարիա է եղել։ Այս խաչմերուկը ես վստահ եմ, որ շատ շուտով լուսացույց են տեղադրելու, որովհետև այստեղ միշտ լինում է վթարներ, հուսանք ոչ մեկին ոչինչ չի եղել, մենակ ինչ եղել է Ժեշտին է եղել, ես մեծ հույսեր ունեմ, համբերություն մեր աղբերներին, իսկ մենք գնանք։ Այս խաչմերուկը պետք է անպայման կամ կալցեվոյ սարքեն շրջանաձև կամ էլ բան դնեն, լուսացույց դնեն, որ ուսես բաներ չլինի, որ շատ ալնում էլի։ Հիշում ես, չէ՞, քանի անգամ ենք մենք տեսել, որ տարին կարող 15 անգամ գանք այդտեղ, կամարյա 15-ի կեսը տեսել ենք վթար։ Շարունակենք մեր ճանապարհը դեպի ապարան բարեկամներս։ Մինչ կհասնենք Արջիս գյուղ, մենք ուսումնասիրեցինք նրան մասին պատմություններ, որի հետևանքով ուզում եմ ձեզ հետ կիսվել, ասել։ Ուրեմն Արջիս գյուղը անունը առաջ է եկել Արջես, հա, Արջես քաղաքից, որը գտնվում նահանգ, հա, Արջեշ քաղաքից, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում եւ հենց այնտեղից են վերաբնակեցրել Արջիս գյուղը։ Արջես է առաջ անվանվել, Արջեշ է անվանվել, հետո ժամանակի ընթացքում լեզվական, չողական փոփոխությունների արդյունքում գյուղը անվանվել է Արջիս։ Արջիս գյուղը ծովից բարձր է 700 մետր, գյուղը հիմնողներից մեկի անունը Միսկար է, Միսկար, անունը կպցել են Միսուկար, հետաքրքիր անուն է, մեր հայկական հին անուններից է, հիմա չգիտեմ կա այդ անունը կրող մարդ թե չէ, բայց փաստն այն է, որ
Արևմտյան Հայաստանի անունը, քաղաքի անունը հիմա Արջիս յուղի անունն է։ Եվ այնտեղ բնակվում են մեր հայրենիները եկած Արևմտյան Հայաստանից վերաբնակեցրած։ Մենք էլ գնում ենք նրանց հյուր, չգիտեմ ինչպիսի պայմաններ կլինի յուղը նկարելու, բայց վստահ եմ, որ այդքան էլ հարմար չի լինի մութ ալնելու։ Ամեն դեպքում ինչ հնարավոր կլինի կնկարենք, Արջիս յուղի բնակիչներ հարգանքներս ձեզ, մենք առաջին անգամ ենք գալիս ձեր յուղ եւ գալիս ենք մեծ սիրով, գալիս ենք մթով, գալիս ենք լայն արձակ ու գեղեցիկ հայոց դաշտերով։ Արջևում ապարան քաղաքն է ընկերներ, քիչ հետո մուտք են գործելու ապարան, բայց Վարդան դու հիշում ես վերջի անգամ գիշերով ապարանով շատ ուշ ենք անցել, էլի, չեմ հիմա զարդարանք կլինի, թե չէ քո կարծիքով։ Ինձ թվում է կլինի լուսավորություններ տարատեսակ, ամեն դեպքում ինձ տենց է թվում, Արջեշ քաղաք է։ Արջեշ քաղաքում ժամանակի համեմատականով շատ ուժեղ զարգացած է եղել պղնձագործությունը, պղնձի մշակումը եւ արդյունաբերությունը, այսինքն զոր մշակութային արդյունաբերական քաղաք է եղել Արջեշ քաղաքը։ Բան իմացանք Արջիշ յուղի մասին։ Մինչ այս պահը ես չգիտեի Արջիշ յուղի գոյության մասին, բայց այս պահից հետո ոչ միայն ես իմացա, այլ նաեւ դուք իմ բարեկամներ, ովքեր գտնվում են թե Հայաստանի տարբեր մարզերում, թե աշխարհի տարբեր երկրներում։ Այնպես որ հարգանքներս բոլորիդ ընկերներ, իսկ ինձ զանգում են տանից, զանգում է իմ կեսը, այո Հայկուհի, հա? Ինչ? Չէ, ասա, ինձ զանգել էր, որ լիցքավորեմ քո հեռասահամարի հաշիվը, դե ուրիշ թե որտեղ զգում է, որ ես դու իրար հարազատ ենք, էդի կապ ունի, ասա։ Արջիս յուղ, որի անունը նա կրում է Արջեշ քաղաքի անունը, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում, եւ այդ Արջեշ քաղաքում զբաղվել են պղնձի արդյունաբերությամբ, այսինքն լուրջ քաղաք է եղել, էլի, հիմա դից վերաբնակեցրել են Արջիս յուղը, հիմա վիդեո եմ նկարում, քեզ էլ եմ ներկայացնում, միջով վիդեոն կնայես։ Այսօր ես սաղ արել եմ, ճաշը եփել եմ, տները մաքրել եմ, սաղ արել թողել եմ, մի օր կմնաք չէ առանց ինձ, մինչև գամ։ Առավոտ կգամ, էլի կսարքեմ, այդ ամեն ինչը վերցրեք, կերեք խմեք, մինչև կգամ։ Ես հələ գնում եմ, 2 ժամ հետո հասնելու եմ ընդ, կարող է Վանուշի մոտ մնամ, չգիտեմ։ Ես անջատեցի Հայկու զանգը, որովհետև սկսեց արդեն ներվերից վրա ազդել իր Արսեն Լուպենական ոճով բաներ անում, հարցաքննություններ ինձ ուզում վերցնել, զանգեմ Կարենից նրան, Կարեն ինչ ասում, մենք հիմա գտնում ենք ապարան քաղաքում ընկերներ, տեսեք նմանատիպ իրավիճակներ են, որ գծել չի լինում, մեքենան նեղվում է ավտոպիլոտից։ Հիմա թող Վարդանը նկարի, ես էլ մատ Կարեն աղբորը չփեմ։ Կարեն ջան, 1000 բարին Մարգարյանն ես ոնց ես, լավ եմ, լավ աղբեր ես, դու ոնց ես։ Բարեկամներ, հենց նոր զանգել էր իմ Կարեն եղբայրը եւ ուզում էր Արամ եղբոր համարը, ով ունի հյուրանոց Եղեգիսում Sky House հյուրանոցը, որը շատ բարձրակարգ է եւ հարմարավետ, մենք ծաղիկ պետքա վերցնենք, չես մոռացել, չէ։ Վերաբերում էր ընկերություն ենք անում, հեսա կտենանք։ Եթե ճանաչել է, հնարավոր է ճանաչես բարեկամը, լի գասի աղբերս, բարի օր։ Լսի խանութ չի, դու մտի տորթը նայ, ես այդամ հեն աղբերս խանութա դեմը։ Դիմաց այդ խանութը, ես այդամ ծաղի վերցրեցինք ծաղիկներ եւ հիմա տեղադրենք ծաղիկները համապատասխան տեղ ու գնանք։ Լավ չի։ Ապա տոր չես վերցրել, լավ չի, սա կվերցնես ոչինչ, չէր փակվել, հա, բայց արդեն փակվել է, ստե մի հատ խանութ ունենք մենք, եթե չես մոռացել, Հապարանյան գեղեցիկ խանութ և զիբիլի մեքենա, ձախ է գնում ենք էլ աչով կշրջանցենք, արա ես չէր խանութը, բա ինչ էր, այստեղ կանգ ենք առնում, իշնում ենք, Հապարանի ջուր ենք խմում, ու գնանք տորթ առնենք, բայց ես էր խանութը մեր, ես պտիլի էլ աղբեր, գնանք տենանք ես էր մեր խանութը, բացոտյա է տորթերը, ես էլ ես խալաձենիկի մեջ կլնի, տատի է, թե ես է տատի, ես ավել տատի չի, որ բան են սրանք, ավգուստ 21, այսօր 22 Երեկո է, որը վերցենք,
Всё, գնացինք։ Տորտ տանում ենք, ախենքան հեռու եք տարը, չէի տեսել որ արել եք։ Լավ էր էլի։ Տորտը մոռացել ենք վերցնենք, բայց էլ չենք մոռանա, որովհետև այն իմ ձեռքերում է։ Եվ մենք հենց այս պահին գնում ենք, բայց Վարդան, հետի այն խանութը չէր, որը ես ասի, բայց էլի վատ չէր, տորտ ունեցանք։ Վերջ, մենք էլ ոչ մի խնդիր չունենք, որ հասնենք Արջիս գյուղ։ Դի բարեկամների Ռիաթազա գյուղն է, որտեղ կա նաև նրանց եկեղեցին, կառուցել են շատ սիրուն, տարբերվող։ Հիմա ճանապարհը շարունակում ենք, գնանք Ալադյազ, կամաց մոտենում ենք արդեն Արջիս գյուղին։ Մնաց ընդամենը 2 ժամ որ հասնենք։ Մեր համար գլգլալ են գնում ենք։ Այս ճանապարհը ավելի շատ սիրում են բարեկները, քան մենք, որովհետև այստեղ խախտումները շատ են։ Զաց գժվում ես, հելնում ես, հոծգից ես կտրում։ Մի քիչ էլ արագ ես քշում, որովհետև լավ ճանապարհ է, պայտակ արագ ես քշում, մի 5 արագություն, եւ ահա, պարոնայք բարեկները դա նկատում են ու ֆիքսում են։ Այդպես վիճահարույց ճանապարհ են սարքել։ Շինարարներ, բարեկամներս, ես ինչ եք արել։ Ինչքան բարի մարդիկ են այստեղ տուգանահարվել Պարեկի գրչից։ Շատ։ Հուսանք մենք էլ չենք դառնա նրանցից մեկը, որ դառնանք խնդիր չի, բայց հուսանք չենք դառնա։ Իսկ հիմա մենք դեռ շարունակում ենք մեր ճանապարհը դեպի Արջիս գյուղ, ձեզ որ մնաց ընդամենը 80 կիլոմետր որ հասնենք։ Ճանապարհի կեսից շատ է եկել ենք ու սկսելու է արդեն Ալավերդու ոլորանները, էլի այն որ ցես Տանվարիսյանը, բայց շատ սիրուն տեղ է։ Ճանապարհը շատ գեղեցիկ է, ափսոս որ մթով են գնում, չեք տեսնի ամբողջ գեղեցկությունը, ցույց չի տալի, չէ՞ որ։ Պորտեց հեռակա լույսերը մեր աչքերին, չգիտեմ ինչի համար։ Այդ լույսերը, ինչպես նկատում եք, լավ գծում է։ Գծանցիկ լույսեր ունենք։ Եվ այն չի հարում ոչ մեկի աչքերին։ Կավ կյանքը այնպես պատտվեց, նորից եկանք Վանաձոր ընկերներս։ Վանաձորը շատ լավ ձոր է։ Ես սիգնալներ են։ Պատժողական էլ, այո։ Թե ինչու դու մտար ճանապարհ իմ կարմիր մեքենայով ընկեր։ Այս դա մեր համար ինչ։ Պրոբլեմ չենք տենում նման հարցերում։ Շարունակում ենք մեր գեղեցիկ հրաշք լուսավոր ճանապարհը։ Չէ որ Գրետա Մայրիկի ծննդյանորն է եւ նրա դուստրը Սվետան եւ իհարկե դստեր ամուսինը Հովանեսը, Վերանուշ աղբերը շատ են սիրում Տիկին Գրետային։ Զոնքաշ մայրիկ է նա հարգված ու սիրված Հովանեսի կողմից եւ իհարկե նրանց երեխաների կողմից տատիկին շատ են սիրում։ Սեր ու հարգանքը շատ է, իսկ մենք այդ հարգանքն ու սերը տանում ենք հասցնենք տեղ ընկերներ ջան, բռնեմ ձեր սրտին Վանաձորով եւ այլ ուրիշ ձորերով գնալու ենք ու այդ ավտոպիլոտը այսպիսի պահերի չի կարողանում ճարպկորեն իրեն դրսևորել, դրա համար ես վերցրեցի մեքենայի ղեկավարում իմ ձեռքերը, բայց արագ էլի վերադարձրեցի, որպեսզի նա շարունակի մեր ճշմարիտ ճանապարհը։ Ասենք ես սա ճանապարհը ես չեմ քշելու այս ավտոն, դու ինքն էլ քշի էլի։ Էսա ժամանակակից ապրելաձևի ձևերը։ Դզում է ընկերներ։ Իրար վրա զոր արեցին ընկերներ։ Switch to manual driving mode. Զոր բավիճակ էր հենց ընկերներ։ Մենք զիջում ենք, գնա մտի աղբերս, անուշ աղբեր մանիպուլյատորով։ Հա, տեսեք, այսպես պետք է լինի ընկերությունը։ Մեկս մյուսին հարգելով, հարգանք ցույց տալով գնում ենք։ Հարգանքաշատ պահեր են մեր եթերում։ Վարդանը որոշեց ձեզ զարմացնի մեր մեքենայի մեկ ուրիշ ֆունկցիոնալությամբ։ Թող նա ցույց տա, ես էլ վարեմ։ Ուղղակի մեքենան չի հասկանում, որ Վարդանն է բզբզում, դե ես չեմ բզբզում։ Գնացինք բարեկամներ։ Օրինակ ինչ գույն դնեմ։ Դու կարող ես դնել քո երազած գույնը, Վարդան։ Ինչ գույն կուզես դիջ, բայց յարկեսն էլ շատացրու, որ էֆեկտը լավ էր, այլ։ Մարդիկ ցենան դու ինչի մասին ես խոսում։ Տեսեք ինչ մելամաղձոտ ռոմանտիկ եղանակ է։ Եթե դուք ասենք, օրինակ մեր մոտ իջացրած է այս լույսերը, որովհետև հիմնականում երկու տղա ենք տեղեթում, բայց եթե դու լինես քո սիրեցյալի հետ, միացնում ես ձեզ ձեր սիրելի գույնը կամ դնում ես ավտոմատի տակ սկսես փոխում, հա։ Գազանաբարու վիճակ էլի, սենց ժեղություն էլի, մի հատ է մոմեստ է դնում վառում,
Սիրում փուճուրիկ են արամատի մոմերից։ Ռոմանտիզմ։ Հետո ռեժիմ ունի, սա մսիձել ինգլիսս դառնում է մեկ սենյականոց բնակարան ու վայելում եք ճանապարհը։ Կարևոր մոդել տանջում ենք, կոնկրետնը տանջում ենք։ Ես հիմա սրանից ստանալու եմ իր մաքսիմումը, ամեն օր, ամեն առավոտ 5 օրվա մեջ արդեն 2500 կիլոմետր քշել ենք ու հələ շատ է քշելու ենք, մինչև տարվա վերջ մի 50,000 պետք է քշեմ։ Ու ասեմ ձեզ, ինչ նման մեքենա է սա։ Բարեկամներ, ճիշտ է, եթե նպատակը գտնվում է հեռվում, դու պետք է ծախսես ժամանակ, ներվեր եւ ֆինանսներ, որ հասնես տեղ։ Ինչպես որ մեր դեպքում, մենք հիմա արդեն Ալավերդիում ենք, իսկ Արջիս գյուղը գտնվում է Ալավերդիից քիչ հեռու։ Կարևորը մենք հասանք Ալավերդի, ճգնաղագեղ քաղաք, բայց այնավատ, որ մութա չենք կարող ցույց տալ ամբողջ գեղեցկությունը Ալավերդիի, ամեն դեպքում գեղեցկությունը կա, ինչ անենք մութա չի երևում։ Կերևա էլի, որ ցերեկով գանք, հաստատ կերևա։ Կարևորը հիմա ընկերներ, մենք Ալավերդիում ենք, ողջուններս Ալավերդցիներին եւ իհարկե օձունցիներին։ Օձունցի իմ բարեկամներն էլ հաստատ նայում են հիմա տեսանյութը, իրանց էլ են բարևում։ Օձունը հենց նոր անցանք, ուղղակի մոռացան նկարել օձուն տանող չքնաղ ճանապարհը, բայց փառք Աստծո մենք ունենք նկարած օձունի ճանապարհը, այնպես որ ընդհանրապես չենք նեղվում այդ առիթով։ Ալավերդին ընկերներ հրաշք գեղեցիկ քաղաք է։ Եվ ես ուղղակի սիրարվել եմ այս քաղաքին, այն գեղեցիկ է, հրաշքներով լի։ Այստեղ կա նաև գործարան, որը շատ արագ է կառուցվել ժամանակին, հիմա ճիշտ է չի աշխատում, բայց այդ գործարանը եղել է պղնձամոլիբդենային գործարան, չէ։ Տենց եմ ես հիշում։ Հիմա մենք Ալավերդու գեղեցիկ մաքուր կոկիկ փողոցներով եւ իհարկե մերթ կա գոգավորություններ, ինչպես որ բոլոր Հայաստանի Հանրապետության ճանապարհներին, այս նորաստեղծ ասֆալտների վրա այս գոգավորությունները անպակաս են, էլի միշտ կան։ Երբեմն վիթխարի փոսեր են լինում, բայց Փառք Աստծո գոնե արագ վերացնում են, երբեմն երկարում է, բայց այդպես վերացնում են, էլի։ Երևանի փողոցների պես չի։ Հանրապետության փողոցները ավելի sense հետաքրքիր ու արագ են վերանորոգվում։ Ինչի համար ուրախ ենք ու շնորհակալ, երբեք չպետք է մոռանաս շնորհակալություն հայտնել ընկերս։ Շնորհակալություն պիտի հայտնես միշտ։ Անցանք կամրջի վրայով, ձախակողմյան երթևեկություն ընդունեցինք ու գնացինք։ Այս ճանապարհի վրա ես Mercedes-ի ժամանակներով ունեցել եմ շատ հետաքրքիր զավեշտալի դեպք, երբ որ հայ եթե ճակատ առ ճակատ մի մեքենայի հետ ուսուցողական հագնում էինք։ Եթե դու կաս ու լսում ես հիմա ինձ իմ բարեկամ 3 տարի առաջ էր հաստատ պիտի որ արդեն պռաված ստացած եմ ես իմ հաշվարկներով։ Հուսով եմ լավ ես, եթե կհիշես ինձ, հիշի իմացի ես եմ եղել, այդ վիդեոն էլ կա Ալավերդի, որ գնում ենք հիշում ես, ինչ է լավ այ ախպեր, ոնց է լավ, այդն չի տենց է լավ, բայց լավ էր էլի, ոչ մեկիս ոչ ինչ չպատահեց, այս ճանապարհի նեղությանը խապնվա, մտածեցի կարող եմ, բայց դե արեցինք վազանց, ուղղակի գին է եղավ, որ մեր դիմացի մեքենա ծովորող Անուշ ախպերը կամ քույրիկը մի քիչ լեղաճակ եղավ։ Մի քիչ շատ չէ, էլի, ասենք մի պահ, մի կռովարկյան։ Հաջողություններ կան հայոց աշխարհի ճանապարհների հետ, որովհետև մենք ամեն օր այս ճանապարհների վրա ենք, իսկ ով չգիտեր այդ մասին, իմացեք եւ նայեք մեր մնացած տեսանյութերը եւ կհամոզվեք, որ մենք հենց այդպես էլ ապրում ենք։ Մեր առօրյան է սա, արդեն 5 տարի կլինի, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության ճանապարհները չափչփելով ման են գալիս, անակնկալներ են կանում, ուրախացնում ենք, ուրախություն ենք տարածում եւ ստանում ենք ուրախություն եւ օրհնություններ։ Այ օրինակ որ օրհնություններ շատ ստացած չլինեի, երեք կլներ իմ կյանքի վերջին օրը, որովհետեւ շատ դժբախտ ու թարս բան եղավ իմ հետ։ Գլխովս հակնելը որն է, խփեցի շատ, այս 80 կիլոս գլխիս վրա խփեցի բասեյնի հատակին ու ողջ եմ հիմա, ճիշտ է տրավմաներ կան, բայց ողջ եմ, ինչի համար շնորհակալ եմ ձեր օրհնանքների պահերով, որ ես ողջ մնացի։ Օրհնանքները իրենց գործը անում են, էլի, այդ իմ բռոնն է, որ շատ եք օրհնում, ես դառնում եմ անվտանգ եւ հավեսով իմ համար երթևեկում եմ այս գեղեցիկ ճանապարհներով, ծանոթանում եմ գեղեցիկ մարդկանց ու գեղեցիկ առիթների ընկերներ։
Հիմա Վարդան ինձ ուշեց, որ սենց անեմ, այսենց անեմ։ Բայց ձեռի հետ էլ մարգատ միացրեցի, հա։ Դե ախպերս ինչ անեմ, մի բանի վրա 1000 հատ ֆունկցիա են դրել։ Մի հատ մի միլիմետրային անալնում սկսում է ուրիշ բաներ անել։ Հիմա մենք հետևում ենք Camry մագնիշի մեքենային, ինչը որ պահը կգա, վազանց կկատարենք անվտանգ։ Ավգոնի համար բոլոր նախադրյալները ախպերը տորմոզ արած, դա արդեն հիանալի է, շնորհակալությունը հայտնվեց, ախպերը ջոգեց, ջոգող ախպերը, լալալա, մերնեմ քո սարտին ախպերը, անփորձանք էլ ես միշտ, ջոգիր իշ լեզվա, մեքենայի լեզվա խաղ գնաց հենց նոր, հանգստացի արա, կռուգա տենում խառնում այր, ղեկը փորձառու մարդ է բռնե, մի վախեցի, ինչ անենք, որ գլուխս տվին բասեինի պատին, էլի փորձառու էի, պրոստը ինչ անենք, չար ուժերն էին կուտակվել գլխավերևումս, բայց հրեշտակները չարերին հաղթին էլի, հիմա այս ողջ առողջ գնում եմ Ալավերդին անցա արդեն, գնում եմ արջիս դյող, հլստը նա ինչ ֆուրանոց է աղբեր, բան չլներ, ասենք վազանցի տեղ չլներ, վազանցը անվտանգ կատարեինք, հիմա մի քիչ վտանգավոր վազանցներ են կանելու զաշչոզած, բե ինչ անես, բան չի անում, աշկս չի ուտում, տեսար ավտո եկավ, չենք շտապում, որ չշտապես, ավելի երկար կապրես, տեսեք, ճանապարհների նեղության պատճառով, հիմա մի 5 ավտո մեր դիմացա, մի 4-ը հələ որ հետևը, բայց հետա գնալով կշատանան, էլի չի կարա տեսք մնա, որովհետև ֆուրերն ինչ անեն, ֆուրերը հիմա պետք է սենց դանդաղ քշեն, ֆուրերը ստեր չեն կարա արագ գնան, մենք էլ ֆուրերի արագությամբ գնում ենք, մինչև որ պահ ստեղծվի վազանցը կատարենք, լավ մնացեք, հեսա կմիանանք էլ ոնց է չլինի, հասնում ենք արդեն արջիս յուղ, բայց ամենահետաքրքիրն է արջիս յուղում որտեղ են հավաքում, այդ տեղը պետք է գտնենք, ախպեր ճամփի վրա է, թե առանձին ճամփա, արջիս յուղն է ընկերներ, արդեն հասանք, ինձ համար սա ահագին հեռու էր թվում, բայց եկանք հասանք էլի, օրինակ որ հենց օրվա սկզբից գայինք, 10 անգամ ավելի հետաքրքիր էր լինելու, բայց սենց էլ պակաս հետաքրքիր չի, շատ լավ է, Ույս մթության մեջ մենք հավեսով գնում ենք հիմա մեր գրետա տատիկի ծննդյան օրը շնորհավորենք դստեր Սվետայի ընտանիքի կողմից եւ իհարկե անկրկնելի ու անմոռանալի Փեսա Հովանեսի կողմից, Հովոյի կողմից գնանք ուրախացնենք էլի, բան մնաց հաշված 5 րոպե ու մենք արդեն կլինենք հանդիսության սրահի մոտ, նոր զանգել էր իմ մեծ աղբերը Անուշ աղբերը ու ասում է շուտ արեք հյուրերը ցրվում են, Սուրեն մեծ աղբերը հիմա անդե ինձ սպասում է ես էլ մեծ սիրով այսպես հավեսով գնում եմ ճիշտ է այստեղ պերևալներ ենք նկատում ու այս ափսոս որ ցերեկ չի վստահ եմ հիմա շուրջ բոլորը գեղեցիկ անտառապատ տարածքներ են ու մենք այդ անտառապատ տարածքները չենք տեսնում որովհետև մութ է մթություն է եւ խելագարություն ընկերներ գնանք հասնենք բայց բան չմնացել 5 րոպե 4 րոպե տալի հեսա կհասնենք լավ հենց մուտքի մոտ կարա սկսես նկարել Արջիսը այո Արջիս այստեղ սեր էին խոստովանում Արջիս գյուղին որը բան չոյ սկսեց Երևալ տեսեք ինչ սիրուն գյուղ է հրաշք այն զանգեմ Սուրեն մեծ աղբորը ասեմ ես հասնում եմ հեսա ոնց որ հենց էս օբյեկտն ալելու աշկիս ոնց որ օբյեկտը է նման չի բան է էլ նենց ներկայանալի տեսք ունի էլի արդեն պատկերացնում ես հետաքրքիր է Արջիս վերջին ցուցանակը որից հետո սկսում է գյուղը ու ստեղ շատ նման է ինչ-որ առիթի հաստատ այս թվում է հասել ենք բայց վստահ չեմ էլի 100%-ով բայց որտեղ կանգնենք դեղին նիվա ընկերներ հայր տարի չէի տեսել էլի տեղ ունի Վարդան Ես թվում է էլի տեղ ունի, հա? Աղբեր, բայց հիմա Վարդան, հիմա են հուզիչ պահերից հա, Տիկին Գրետայի առիթին մենք արդեն հասել ենք, ամեն ինչ նորմալ է և հիմա սպասում ենք
աչքերը ծով են, արևի շող են, որ փայլում են մաքուր սիրով լցնում իմ հոգին ու կանչում են ամուր գրկում թարվում իմ սրտին եւ մեզ սերը օրորում է շուրթերդ լուր են ալ կարմիր նուր են եւ շփտում եմ սիրտս սիրուց երկինք է ճախլում Սավառնում են սիրով դեպի քեզ դառնում Սիրուց նորից հեթանում Իմ սիրտն ափերիդ մեջ կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունը սրտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ որ դու հիմնես հավերջ Իմ սիրտն ափերիդ մեջ կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունը սրտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ որ դու հիմնես հավերջ Հիմա դու իմն ես իմ չկնախքինն ես քո բուրումունքից սրտեր այրող սիրուց եմ արդու քո գրկում ես երջանկության Նկարի մեզ ինձ ու քեզ որ մեծանաս հիշես Դու գրետա տատիկին ինչ ես մաղթում ախպեր Ասա ամենալավը Ասա ամենալավը Գլուխս գնամ Գլուխդ կերար Ինչի Արա չէ ախպեր մատ բան մաղթի մատ ասա ամենալավն եմ մաղթում Մեծանաս հիշես Ահա բարեկամներ հիմա գնում ենք ծաղիկ վերցես գմփիկ վերցել ես 2 հատ չեն ապսակի Գնանք ախպեր լուսանջտի ճանաչում հա մեզ Հիմա մենք համբերատար կսպասենք որ երաժշտությունը հենց անջատվի Մի անգամից դուրս գանք այս թփի հետևից ու անակնկալ անենք Ախպեր ես կա մեր խաթեր դրին Դժվար չէ Դժվար չէ Հա Ում ես ասում Բացվել էլ ով չգիտի ասեմ մացեք ստեղս այսքան բացվել է բայց քանի որ ես ուժեղ տղա եմ ախպեր մեզ է սպասում չեմ ժողում Չէ ախպեր պրոստը արի ես կողով մտնենք էթանք էլի կանտնամ ստեիշ կա Ախպեր արի ես կողով էթանք էլի բարև ձեզ Քո սրտի ջերմությամբ տունն է շնչում Քո աղոթքով է պահված մեր վաղվա օրը Քո ամեն հայաց Ես շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը եկել Քո ամեն ապտակը աղոթքելուր Որ զավակըտ Ներով տորթ եք հա ուտում Հա լավ եք անում հետևում եք եկել ենք ձեզ ուրախացնենք Սև հարգանք ենք բերել հեռուն Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը տիկին Գրետա Շատ գեղեցիկ եք փայլում եք Այդ խանդում ես հա Ճիշտ է ոչ շատ սիրուն ասա խանդում եմ Կանիկ եմ պահում Ապա ծապեր տվեք սերը թող շատ լինի Եկել ենք ձեզ ուրախացնենք բայց թե ում կողմից ասեմ մի քիչ հուշեմ Այս մարդը այս տղան շատ է ձեզ սիրում բայց իրա կողմից չի Ուղղակի իրա զորրելով հա գիտես ինչ արես Չանում Էլ չասեմ, հա, մի հատ լավ երազանք պահեք, փչեք ձեր մոմերը, ես իմացեք կատարվել է, հետո կասեմ կողմից հա Բերը չենք խնայում, հա Ես տեղ եք գնում, հա, սունկայով բանով էլել եք, հա, ուր եք գնում Հա, լիքնա, նվերներն է, նվերները Այ հիմա Ծաղիկներ տամ քեզ։ Տալիս եմ վերցրու։ Ես էլ ես ու կվերցեմ, եսի վերցնեմ, սենց ուր դնեմ։ Չէ, եսի կընկնի։ Մի րոպե։
Հիմա սիրում ես, չէ՞, շատ ես, չէ՞ սիրում։ Շատ։ Դե պետք է ինձ նվիրես, որ հավատանք, պետք է պաչելու ես։ Անպայման։ Պաչ պչելու ես իրան։ Դավայ գնաց դե, դավայ նվիրի։ Սիրտն ափերիդ մեջ կրկնում է որ սիրում եմ անունդ սրտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ որ դու հիմ Սիրալու պաչ պչել չեմ, նորմալ գրկի լավ։ Այդ չի կարա, մտ նորմալ գրկի։ Չէ, պրոստը գրկի, ծաղիկա խառը։ կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր անունդ սրտիս Այ հիմա, եկա պահը, որ հարցնեմ, դե, որ ձեր ամուսինը ձեզ շատ է սիրում, դրա մասին խոսք չկա, բայց հələ կասեք, էլով է ձեզ շատ սիրում, որ... Երևի աղջիկը Ռուսաստան։ Չէ, այդ ինչ ասել ասիկ, հա։ Աղջիկը։ Ոյլու։ Հովանով, պեսան ու նորա։ լույս աշխար կալ մի օր նորից Ժիկրավ, իրանց ընտանիքի կողմից հազ, Սվետա և հոբոյի կողմից, հոբո թե հովանես։ Հոբո, դե հովանես է, հելա։ Շատ է ձեզ սիրում, ուրախացել են, ներող կլնեք, որ այստեղ չեն, բայց մենք եկանք իրանց բացական ներկա դարձրեցինք, դուք էլ ծափեր տվեք, ծափեր ենք տալիս, սիրուն անջումներ, հա, լավներ, դուրները տեկավ, ինչ է գրած, մամա, հա։ Բանչի չես գրե, I love you։ Ինչի չես գրե։ 71 գրգրե I love you։ Հա, Այ Ստեփան ջան, ջան, ստեղից զալ տարել ժողովրդին, համագայր օգնությամբ։ հրավիրենք զալ։ Ինչի, դու նենց ես ասում, որ ուզում ես մնաս ստե միայնակ, հա։ Ուրա, դու խոսամ։ Բարեկամներ, հա, լսվում եք, այո, ձեզ հրավիրում են սրահ նորից, ասում են գնացեք, մենք ամուսներ ուզում ենք մնանք մենակ։ Ասում են գնացեք, որ ուտեք խմեք քեֆ անեք, ու չես ուզում, չէ՞ որ տուն գնան։ Ռակ անակնկալ ունիս դու։ Ինչ ասած։ Էլի անակնկալ կա։ Զալում։ Սրահն էր, հա։ Լավ, ասում այելի անակնկալ կա, գնացեք սրա, որ հետո գան, ընդ այդ անակնկալը, դու ես արե, հա, դու ես արե, անակնկալը, Ախպեր, հա, բայց երեխանց կողմից։ հա, դու ես արե, բայց երեխանց կողմից, բոլոր երեխանց կողմից, 3 երեխանց կողմից։ հոպելարը չի գնում, հոպելարը մնում է այստեղ, այո, բոլոր յուրեր գնացեք, որ ընդ դիմավորեք հոպելարին, էլի անակնկալ կա, ես ընչի լավ, էլի անակնկալ կա, բա դու գիտեք չկա, բայց տորտը նորմալ կերակ, թե չկերակ, լավ ադե, գնացեք սրա, հիմա մենք գալիս ենք, բոլորս գնում ենք սրա, նոր անակնկալ կա, այդ անակնկալն էլ որ տեսնեք ու ասեմ ձեզ, որ չեն թողում տուն գնաք, այսօր պետք է մնաք քեֆ անելու մինչև ժամը 1-ը։ Լավ։ Գնացինք Բաղադնիս անակնկալ, այդ անակնկալի կոմենտներում մեկը մյուսին ման էր գալիս, պաստորեն ում որ ման են գալիս, հեսա աղպեր, գտել, չէ, իրա պապիկը լավ է, ուր աստե չի, դե պապիկին բարևներ, իսկ իբա հոբելյարը նկարվում է իր բարեկամների հետ, բոլորի հետ, հետ էլ նկարի, եսա մինչև անակնկալը կգա, սիրուն տեսարան աստե, հա երևի, չէ բա։ Կարքին նայող, տելևիզոր նայողն եմ, իգունը տուն եմ գնում, Դրա համար եմ եկել, թե չէ ոնց է ելնելու տոկովացն այստեղ։ 4 ժամ, հա, բրատ, ամեր տունը կռիվա մարդուկնիկ ենք, էլի։ Էնի ասմա Դու չէ։ ուրիշ տելևիզոր ես արել։ Երկու հատարել եմ աղպետ կնոջը զավար։ Արուս մարդը լելլետ է։ Բա ժորիկ ենք եկան։ Փոխում են, ընդեղ, հիմա, ուզում եմ դուն եկա, սելի մեջի, ժողովրդը նստատել են, էսի, սեց, գուր են, խանքի պահել է բրատ։ Ասեմ նվերա եկե, հա, թազա Անակնկալ, էլի։ Ժորիկն ով են։ Ժորիկը առանձինա, արջու գել կա մի հատ, դեմո պարագալ է, արջը։ Մեծ արջա է, 3 մետրանոց։ Ուր են, որդ է։ Ուր եք թակցրել այդ գազաններին։
Հեսա բանը ժորիկ են գալի, էլի անակնկալ են կանելու։ Իրականում սրտակեր ամուսինն է կազմակերպել, բայց ասում ակ ասես երեխեքի կողմից։ Այլի բրան։ Ակ ասես, ու ոչ մեկ չի իմանա, որ դու ես արել Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, դուք ոնց եք։ Շատ ուրախ եմ։ Դուք հյուրերից եք, թե այստեղ եք լինում Ես միշտ։ աշխատողն եմ։ Հա, բայց ես մտածեցի հյուրերից եք։ Շնորհակալություն։ Այնքան ջերմ եք, հա։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք մեր Արարատը ռեզորտն է, չէ՞։ Արարատը ռեզորտը յուղի Արջիս այո։ Արջիս յուղում Արարատ ռեզորտ բարեկամներ կարող եք գալ հանգստանալ մեծ լայնարձակ սենյակներով, բասեյնով, Այո։ լավ հյուրասիրությունով, Պայման։ ինչ ուզեն։ Համով հյուրասիրությունով։ Սիրող սրտերի տեղ է, էլի հենա։ Սիրտան էլ ընդ թեք դրել եք, չգիտեմ ինչա թեք։ Համով շատ ու ինչ կվկային մեր հյուրերը։ Հյուրերը վկայել է, ինչ զանգել է դա վկայում, ասում անտիր տեղ են կապել, 6 աստղանի։ Ձև չկա։ Ինչ հնություն ան անայ պատը։ Հնությունն է, ուժը։ Դա արշե ուրիշ է, էլի։ Հա, հələ պատը նկարի, Վարդան, պատը ուժը, հա, հələ Ուրիշ արա։ Դու զգում ես։ Ախպերիտի հնություն Անես լավ հոտ է գալ այդ պատից, որ ուզում ես ուտես խմես։ Պատը, օրթաճալա Տբիլիսում եթե գնացել ես։ Օրթաճալա ռեստորան է, էլի։ Օրթաճալա ռեստորան։ Ասալ էսել երմել բան, էլի բրատ։ Չեք սիրում ասել ես ռադար ինչ է սաղորը սրան նայում։ Քեզ դրուկ չի։ Իգա ասել է, էլի, ասել է բանը։ Կինս ասում է սրանը ռադար էլ ինչ է սաղորը ես նայում։ Երկու հատ տելևիզոր առել։ Էդ էլ գիտեմ։ Ինքնիա տելևիզոր ունի արդեն։ Հա։ Իա սեանա նայում, ես քեզ եմ նայում։ Այ ապրես։ Դու ճիշտ ալիք ես նայում, դա միշտ նայի։ Հա, իրոք ապրել, հա, արտոգոտ։ Ապրել, բայց ես ոչ Որ բանկ երեք էլի։ Այս Բայց դուք ինչու եք դրսում, հարգելի հոբելյարներ, կամներ, հիմա մենք սպասում ենք անակնկալի մյուս փուլը իրականացնելուն։ Էսա ասենք անակնկալ կա։ Արդեն ասենք կա, հա, всё։ Հիմա դու ասա, էլի, ասեմ արժ չկա։ Հիմա բայց հոբելյարին կանչեմ։ Ժորան պատրաստում։ Ժորա! Արի այստեղ, արի ես այստեղ կայնի։ Հարգելի հավաքվածներ, պատիվ ունեմ ներկայացնելու եւս մեկ անակնկալ, որը հատուկ նվիրված է մեր հոբելյարին, Տեկինգրետա, ինչպես է տրամադրությունը։ Լավ է։ Հեսա ավելի լավ արնելու, որովհետև հատուկ ձեզ համար այստեղ է եկել մի տղա, ում անունն է Ժորա։ Ժորան է եկել։ Ժորիկ, երաժշտության ներքո հիմա կգա ձեզ շնորհավորելու, հիմա հրավիրում են կենտրոնական պարահրապարակ, որովհետև Ժորան որ գալիս է, նա պարել է սիրում։ Պետք է պարեք էլի։ Ահա եկավ Ժորան, երբի։ Հազար բարին աղբերը։ Ծապերում, եկավ են ընգերը, որ ուրախացնի ուրախություն բերի։ Միթե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես, սրտի շապը մեծացրել Դու հիմա իմ տուն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ Որիկ հիմա գոյետ է կազմակերպում Գնաց կենք անում, գնաց կոմ Այ Ժորիկ, էլ ինչ կարայ դու հորիներ Գնացին Ով չի եկել սապեր է տալիս Դուրս եկեք Գնաց կոմ Բարեկամներ, բոլորը գնացքի մեջ են բացի հոբելյարի կյանքի կեսից Ինչ ես կայներ, գնա Արտը ետ մագար Վերանց եմ, լաչեց եմ, էլի բերնային։ Մի հատ հարմարով կոնկերներով արի իգեմ
արիր սուպեր հնարքը և բոլորին հնացքով կհանես դուրս, որովհետև մտեին է անակնկալչա։ Հիմա դուրս են գալիս, որովհետև դերցում եկել է մի արջուկ, որը 3 մետր է։ Բոլորին հրավիրում ենք պարելու սպետակ արջեր։ Արա ջանից մերնի միլիոք Աջան Արի մեր մի օր մեր նոյեմբերյան լավ Ախպերիով Դեր կամատը Բարեկամներ շատ լավ եք պարում, նկարում, ուրախանում, բայց հիմա էլի անակնկալ ունենք ու որը հիմա բոլորը տեսնել եք, ուզեք չուզեք տեսնելու եք, որովհետև հատուկ մեր Հոբելյարի համար երկնքում լույսեր ենք բերել եւ այդ լույսերը բերել է ձեր կյանքի կեսը, նա ձեզ շատ է սիրում, հետեւաբար անակնկալները շարունակվում են ու ուր այն մարդը, որ պետք է անակնկալը անի, ուր այն մարդը, որ պետք է կրակ տար։ Եղիշե, բարեկամս, հələ տես ինչ ես անում։ Հիմա ուշադրություն, երկնքում վարվում է եւս մեկ սիրո դրսևորում։ Շոպայի վարդանը Շատ է չէ սիրում։ Ուրեմն վարդանը։ Ասա սիրում է։ Արասի ելը որնա մերնում եմ, անկյանքից մերնի, վեսի այսի մերչնա։ Լցնում իմ հոգին ու կանչում են ամուր Խանում ենք գնում ես գերկես։ Արսան կար եդի։ Եվ մեզ սերը օրորում է շուրթերդ լուր են ալկարմիր նուր են Երբ ժպտում եմ սիրտս սիրուց երկինք է ճախլում Սավառնում են սիրով դեպի քեզ դառնում Սիրուց նորից խեթանում Իմ սիրտն ափերիդ մեջ Բարեկամներ շարունակում եք պարը շախով շուխով մեր արջուկի հետ, մնաց 5 րոպե գնում եք քեֆ անելու։ Արցախստած ձեզ գործային հաջողություն էլի։ Դուք միշտ կայնակ բոլորին հասնու այն լավ պահերին, այն անակնկալները, որ դուք անում եք, մարդիկ ցենց դաժե հիաստ, այն ոնց են ասում, հիանում են ու այն շատ հիանալուց դաժե լացում են, բրատ։ Ես ձեր են նկարները ու կանները որ տենում եմ, այս ինքս չարկան լացում եմ, աղբեմ, կանիկս ասպայտ ինչ են էր քեզ։ Աղջիկյան ասեմ, այն ինչ ուժի անակնկալները, ոնց լացեմ, այս է ծավը տանիմ։ Դե ուրեմն թող լացը ուրախության Աղբերներ ջան, Ոշելիկ, Դեզ լավ որ բացը տրամադրություն։ Միշտ եք պատրաստ, բոլորին կանգնած, հարցնուկ, ուզում աշխարի վեից էին էլի, հալալա ձեզ, դու հարսար, դու իմ ուզածին եկար հասար աղբեր ջան։ Այդ ինձ համար մեծ նշանակություն աղբեր է։ Դե անշար։ Շնորհակալ եմ ապրես, դուք էլ լավ եք առաջ։ Աղբեր ջան։ Բուրտուշ սարքենք հետ։ Չէ։ Հաստատ։ Ահա հաստատ։ Ելանք։ Դեզ լավ որ մենք ելանք։ Ապրես շնորհակալ եմ շատ, ապրես։ Հա, ելնեմ աղբերս։ Մանգերն այն։ Բրատ։ Ապարան սերվիզնում է։ Ոյ մոր, ոյ ինչ լավ ящик աղբեր։ Որը սում ящикն է։ Որը բրաբուս աղբեր։ Շատ լավ ящик է։ Կանիսնոսն է 6 ուրեք, հա։ 5-նոց աղբեր։ Հա, 6 ուրեք է։ Ես նենց է գիտեմ, որ էսի 6 ուրեք առնելու։ Ջան աղբեր։ Դեսի, ящикը լավ ավտո է, բայց որ հետո չինացի ես առնում, չինացին ավելի է սկսում դուրդ գալ։ Տեսել եմ դու ինչեր ես անում։ Հիմա ստեղ Երեքին ասի աղբենիկը ճամփին գնում ա։ նկարի բրոտ Հա, էդի քո Opel-ն է։ Կանտանք մարկանդ է խփելու։
Անա դες ինչ անում։ Գնում այս Յանյան։ Շիղթեր գնա։ Ախր տեսել եմ բեր։ Հայկայներով այնք շիղթեր գնա։ Ավտո գալիս, հա։ Ճոգումս այդ հայտա չկարանք կայնացնենք։ Լավ էլ հարմար տեղ է լավ ավելի։ Ես շնորհակալ եմ բոլորից հետ։ Լավ եք, առողջել եք։ Ես կամար հենց այս եմ գրել։ Կզանգեմ, կգանք նոյեմբերյանի դաշտերը քեֆանելու։ Լավ ջան։ Այս Ապեր։ Ձեր ցավը տանիմ։ Ես այնքան գող շնորհակալ Ես եմ։ եմ գո, շնորհակալ։ Լավ առումքի համար որ դուք հասակ ներ սուրախ պահը օբշիկից վեցիք մեզ հետ։ Կյանքին ներնիմ, հալալալ ձեզ ախպեր։ Դու լավ էլի, առողջելի։ Լավ կացի բրատ։ Լավ ուժեղ տակայս, ящикը բախ։ Դες լավ։ Արին ձեզ հետ։ Կյանքին ներ։ Բարին բոլորիս հետ։ Այս աստե կռուգներ եմ տալի հելնեմ։ Ջան։ Որ մի ուրիշ օր մի 6 տարի եմ։ Կարդու մոմենտը քեզ։ Ախպերս գալու եմ հաստատ։ Ես գերել եմ քո համար ու գալու եմ։ Դաժե կարող է շատ հնարավոր է Իջեբանցի Աշոտի հետ գամ։ Հանդիսաբար է։ Մեր ախպերն է։ Ստեփան ջան, այս Ստելք ֆրամ, հենց ստելք ֆրամ։ Հա։ Հաջողություն, բարեկամներ, մենք գնացինք։ Իսկ դուք բարեկամներ, լայքեք, բաժանորդագրվեք, իսկ մենք հիշեցնեմ գտնվում ենք Արջիս գյուղում, բարեկամներ։ Արջիս գյուղի սկզբնամասում, բայց ես խոսք եմ տալի, որ մի օր կգամ գյուղը կնկարեմ, որովհետև վստահ եմ շատ գեղեցիկ տեղ է։ Ստեց անգամ մթով երևում է, արդեն էս գեղեցկությունը նկարի, էլի։ Երևում է, չէ՞ գեղեցկությունը։ Բարեկամներ, լավ մնացեք, կապի մեջ, իսկ մենք գնանք Եղեգնաձոր։ Եթե ճանապարհին լինի նենց իրավիճակ, որ նկարելու է, անպայման կնկարենք, ձեզ ցույց կտանք։ Շնորհակալ եմ ուշադրության համար։